Պարոն Գրիգորյան, երբ որ հաղորդագրությունը եղավ Մատվիենկոյի այցի վերաբերյալ, ռուսական կողմը հայտնեց, որ Մատվիենկոն գալիս է այստեղ, որպեսզի նոր լիցք հաղորդի Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների միջև։ Լիցքը ո՞րն է, ինչ նպատակով է արվում այս այցը եւ ինչ կանխատեսումներ ունեք։ Այս փուլում հայ-ռուսական հարաբերությունների ցանկացած այցելություն Ռուսաստանի պաշտոնյայի Հայաստան մեկ նպատակ ունի՝ խաբել հայ ժողովրդին։ Մատվիենկոն միջև այդ Սերգեյ Լավրովը եկավ, նպատակը մենակ մեկն էլ, ապակողորոշել հայ հասարակությունը։ Գալ ու ասել, չէ, ոնց մենք ուզում ենք ձեզ աջակցել։ Հիշում եք ինչ էր կատարվում Հայաստանում Լավրովի գալու ժամանակ, Լավրովից հետո։ Շատերը մտածում են, որ պատահական է, պատահականություն է, որ հենց Լավրովի մեկնելուց հետո Երևանից ակտիվացան պրոռուսական պրոքսիները, ակտիվացավ մեր եկեղեցին, առանձին դեպքերի մասին է խոսքը, մեր եկեղեցին, մեր հարստությունն է, մեր հպարտությունն է, խոսքը գնում է առանձին դեպքերի, նաև հայթում կաթողիկոսի։ Այս ոնց է ակտիվացան, այդ ոնց է ինչ-որ սկսեցին նորից, ինչ-որ աչ ու ձախ, քննադատել Ադրբեջանը, չգիտեմ, քննադատել ուրիշներին, միտքս ինչու՞մ է։ Ռուսաստանը այսօր վարում է հիբրիդային պատերազմի մեր դեմ ու ցանկացած այս ձևի այցելություն վտանգ է մեզ համար։ Գալիս է, որ պրոռուսական պրոքսիները, ստեղ ռուսական ագենտուրան ակտիվանա, որ ինքը ասի, չէ, մենք չենք մոռացել Հայաստանը, պետք է այստեղ սկսեք ապակայունացում Հայաստանի, որ մենք այս իշխանության հարցը լուծենք։ Էսա, այստեղ իրանք անկեղծ են, պետք է ճիշտը ասեմ, ուրեմն ընդունում ենք, մեր կարծիքը ասում ենք, մերժում ենք, որ կապանում լինի հյուպատոսություն, Ռուսաստանի անպայման Մատվիենկոն դա կբարձրացնի, անպայման մերժել այս ձևի, գիտեք, նախադասություններ, մենք ռազմական համագործակցության մեջ ենք, մենք ստրատեգիկ պարտնյոր ենք եւ այլն։ Դադար պետք է տալ այս անպտուղ խոսակցությունների, որոնց նպատակը մեկն է՝ ցույց տալ Ամերիկային, Եվրոպային, որ իբր Հայաստանի կառավարությունը իրենց խաբում է։ Հասկացաք։ Պետք է պրագմատիկ իրենց հետ խոսես։ Պետք է օրինակ հարցնես, այդ ինչ եղավ, որ հայկական ծաղիկները չենք թողնում, որ մտնեն Ռուսաստանի տարածք։ Այդ ինչ եղավ, ինչով մեր ծաղիկները ձեր դուրս չեն գալիս։ Օրինակ եմ ասում։ Ես տեսնում եմ կառավարությունը պրագմատիկ է, կառավարությունը այո ուզում է Ռուսաստանի հետ աշխատել, ինչը ճիշտ է, բայց մեզանից չի կախված։ Ռուսաստանը ուզում է իր կոնցեպտը փաթաթի։ Որն է իր կոնցեպտը՝ խաբել հայ հասարակությանը։ Պարոն Գրիգորյան, դուք ձեր խոսքում նշեցիք անդրադարձակ Ադրբեջանին, Մատվիենկոն նախքան Հայաստան այցը այցելել է նաև Ադրբեջան եւ Թուրքիա։ Ինչ որ ուղերձներ կային այդ այցից, որ պետք է Հայաստանը նաև նկատի ունենա։ Այո, ես կարծում եմ ինքը Մատվիենկոն համաձայնեցրեց ինչ որ քայլեր Թուրքիայի Ադրբեջանի հետ Հայաստանի դեմ ուղղված։ Օրինակ, ինքը համոզված եմ, որ այնտեղ գնաց, ասեց, որ մենք ունենք ստեղ տարածաշրջանում շահեր, խնդրում ենք ձեզ մեր շահերը առաջ տանեք։ Օրինակ, օգնեք մեզ Ադրբեջան, Թուրքիա, որ Հայաստանը այս միջանցքը կամ ճանապարհները Սյունիքով անպայման տա մեզ, որ մենք Ռուսաստանս վերահսկենք։ Հիշում եք Թուրքիայի վերջի ժամանակվա հայտարարությունները, որ Զանգեզուրի միջանցքը մեզ համար ստրատեգիկ նշանակություն ունի, դա պատահական չի։ Մատվիենկոն գնաց, այնտեղ ինչ որ իրանց համոզում էր, իրանք են ուզում տիրել հարավում Հայաստանին, չի ստացվի, Հայաստանը կպաշտպանի իր սուվերենությունը ու ճանապարհներն էլ կտա հարևաններին, կհամագործակցի հարևանների հետ։ Ալեն Սիմոնյանը օրերս նշեց, որ Մատվիենկոն իրեն հարցրել է ոնց է տիկին Փելոսիին դիմավորել օդանավակայանում եւ այդ պատճառով Մատվիենկոին նույնպես ինքը դիմավորելու է։ Փելոսիի մասին հիշատակումը Մատվիենկոյի կողմից եւս ինչ որ ուղերձուներ։ Այո, ուղերձություններ, մենք դժգոհ ենք, որ դուք աշխատում եք Միացյալ Նահանգների հետ։ Մենք դժգոհ ենք, որ դուք աշխատում եք Եվրոմիության հետ։ Մենք դժգոհ ենք, որ դուք շատ սերտ կապեր ստեղծում եք Միացյալ Նահանգների եւ Եվրոմիության հետ։ Ու մյուսը, գիտեք, Միացյալ Նահանգները բարեկամ պետություն է, բարեկամ ժողովուրդ է, ու ամենակարևորը մենք ստորագրեցինք ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթուղթ։
Ուրեմն մենք վաղը եկած ցանկացած պատվիրակություն կարող ենք ավելի բարձր մակարդակով ընդունել, քան թե Ռուսաստանից եկած պատվիրակություն, քանի որ Լավրովը եկավ չգնաց ցեղասպանության հուշահամալիր։ Ռուսաստանն էլ չէ ցուցաբերում է անհարգալից վերաբերմունք։ Ուրեմն Մատվիենկոն որ պահանջում է, որ Ալեն Սիմոնյանը իրանց դիմավորի, դա անարդար պահանջ է։ Ռուսաստանը մեր բարեկամը այսօր չի։ Նորից կրկնում եմ, ժողովրդի մասին չի խոսքը։ Ռուս ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդ է, իրոք բարեկամ ժողովուրդ է, բայց պուտինյան քաղաքականությունը հակահայկական է։ Պարոն Գրիգորյան, իսկ Մատվիենկոն ինչ որ հարցերում, որ նշում եք Թուրքիայի եւ Ադրբեջանի այցից հետո ուղերձներ է բերում, հա ինչ որ բաներ է ճշտել, կարող է բայց Հայաստանին ինչ որ բան պարտադրել այդ այցերից հետո եւ այս դեպքում Հայաստանի իշխանությունները կկարողանան վարչապետի ասված բալանսավորված քաղաքականությունը առաջ տանել։ Ես կարծում եմ մեր կառավարությունը կկարողանա, բացատրեմ ինչու։ Այդ բալանսավորումը շատ նուրբ տերմին է։ Օրինակ Այսօրվա կառավարությունը ասում է մենք պատրաստ ենք ձեզ հետ աշխատել Ռուսաստան։ Պատրաստ ենք։ Ռուսաստանը պատրաստ չի, մերոնք ասեն պատրաստ է, այ դա է բալանսավորումը։ Ուրիշ բան է, եթե մերոնք ասեն չենք ուզում ձեզ հետ ռուսներ աշխատել, Պուտինյան Ռուսաստան։ Ոչ, մերոնք ասում են պատրաստ ենք աշխատել։ Օրինակ, պատրաստ ենք, որ դուք մեր ապրանքները ընդունեք առանց խոչընդոտ։ Պատրաստ ենք, դա էլ համագործակցություն է, չէ, տնտեսական, առևտրի ոլորտում։ Այլ օրինակներ կարող են բերել պատրաստականության մեր կողմից աշխատել Ռուսաստանի հետ։ Միջազգային օրինակ ատյաններում քննարկենք, ոնց քվեարկենք, ոնց չէ։ Ես ողջունում եմ, որ մեր կառավարությունը սկսեց անկախ քվեարկել, այլ ոչ թե պրոռուսական բանաձևերի օգտին, բայց պատրաստ է քննարկել։ Այս պատրաստականությունը կոչվում է բալանսավորում։ Բայց մեր կառավարությունը հստակ հարցերը սկսեց դնել, ինչը ողջունում եմ։ Հիմա երբ որ մենք աշխատում ենք Եվրոպայի հետ, Միացյալ Նահանգների հետ, ծրագրերը ավելի լուրջ են, ավելի խորը ծրագրեր են, նաև ֆինանսավորում շատերի ուշադրությունից վրիպեց, որ ստեղ գտնվում է կարևորագույն Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարարությունից պատվիրակություն, որը մեր ատոմակայանում ծրագիր հիմա իրականացնում է, որ անվտանգությունը ուժեղացնի։ Այդ լրջագույն բաներ են, իրանք ֆինանսավորում են, իրանք աջակցում են։ Ուրեմն իրանց հետ այդ բալանսավորումը ավելի խորն է, բայց մեր կառավարությունը չի հրաժարվում Ռուսաստանի հետ համագործակցել։ Այդ իմաստով բալանսավորումը կկարողանա կառավարությունը ապահովել, բայց քանի որ մեր շահերը հիմա չեմ համընկնում, ես կոչ եմ անում կառավարության շատ զգուշ լինել այս բանակցությունների ժամանակ։ Կասկած ես չունեմ Մատվիենկոյի գալուց հետո ստեղ փորձ կարվի ապակայունացնել մեր իրավիճակը։ Դες այդ ուժերը, այդ այցելությունները պրոռուսական Հայաստանի ներսում ընդունում են որպես կոչ կառավարության դեմ ապակայունացնող քայլեր անել։ Այդ դա պետք է հասկանանք։ Նշեցիք ապակայունացման քայլերի մասին, հիմա ակտիվ քննարկվում է, հա, եկեղեցի պետություն այս տարաձայնությունը եւ շատ է խոսվում կաթողիկոսի կապը Ռուսաստանի հետ։ Հիմա որ նշում եք պրոռուսական կողմերը Մատվիենկոյի այց օրինակ կհասկանան քայլ։ Այստեղ կարող է նաեւ եկեղեցի ու Ռուսաստանի միջև ինչ որ պայմանավորվածություն լինի կամ ընդհանրապես ոնց եք մեկնաբանում դա։ Ես գիտեք քանի որ մեծ հարգանքով եմ լցված հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, մեծ հարգանքով են մեր պատմության, նաև եկեղեցու պատմության նկատմամբ, ուրեմն խնդրում եմ էլի, տարանջատեք պրոռուսական առանձին դեմքերին մեր եկեղեցու մեջ եկեղեցուց։ Անպայման պետք է տարանջատել, ու եթե դուք նկատել եք Նիկոլ Փաշինյանը ինչ է պահանջում։ Ինքը ոչ թե եկեղեցուց է պահանջում, ինքը Գարեգին երկրորդի կաթողիկոսից պահանջում է, ասա դու կուսակրոնության ուխտը խախտել ես, թե ոչ։ Այդ նյուանսները շատ կարևոր են։ Մարդիկ հաճախ այդ հարցերը խառնում են ու ասում են, դե եկեղեցին մեր հարստությունն անչի քննադատում եք։ Ոչ ոք չի քննադատում, ուղղակի հակառակը հպարտ ենք մեր եկեղեցով, հպարտ ենք։ Բայց կներեք, էլի առանձին դեմքեր, ովքեր քաղաքական դաշտ մտան, պետք է հասկանան, որ քաղաքական պատասխաններ կարող են լինել կոշտ ու թող չնեղանան։ Ուրեմն եկեղեցու սպասավորները, գլխավոր դեմքերը պետք է մնան հոգևոր այդ դաշտում, հոգևոր կյանքը կարգավելու դաշտում, չմտնեն քաղաքական դաշտ, մտնում են քաղաքական դաշտ պրոռուսական հայտարարություններով, հետո կառավարությունը քննադատում է, հետո իրենք նեղանում են։ Այդ ո՞նց կլինի դա։
կներեք էլի ինձ։ Ուրեմն խնդրում եմ չխառնել այդ երկու հարցերը։ Ու վարչապետը ինձ շատ դուր եկավ իր գրառումով, ինքը հստակ ասեց. ես հարց եմ տալիս կատողիկոսին։ Թող պատասխանի այդ իմ հարցին։ Մատվիենկոյի այցը Ծիծեռնակաբերդ, նաև Մայր Հայաստանի հուշահամալիր, դրանք ևս ունեն ինչ-որ ուղերձներ, հատկապես Ծիծեռնակաբերդի այցը, հաշվի առնելով ընդդիմության այսպես հայտարարությունները, որ իշխանությունները մերժում են հայոց ցեղասպանությունը, փորձում են հերքել դա։ Ես կարծում եմ ինքը գնում է հուշահամալիր մենակ մի պատճառով, որ Սերգեյ Լավրովը սխալ արեց, որ չգնաց։ Սերգեյ Լավրովը որ չգնաց հայոց ցեղասպանության հուշահամալիր անտեսեց, ինչ որ կասկածելի դեմքերի հետ ստեղ ժամանակ գտավ հանդիպել, պատկերացնում եք ինչ որ անմահգուն բան, ինչ որ չենք էլ ճանաչում ովքեր են։ Հանդիպում ունեցավ 15 րոպե չունեցավ գնալ հուշահամալիր, պարզե Մատվիենկոն պետք է գնա, որ տրամադրությունները Պուտինյան Ռուսաստանի նկատմամբ էլ ավելի վատը չլինեն։ Ստեղ զուտ պրակտիկ, պրագմատիկ նպատակ է։ Երբ որ հանդիպել էին Մեհրիբան Ալիևան եւ Մատվիենկոն, այնտեղ խոսք էր գնացել Ռուսաստանում Հեյդար Ալիևի հիշատակը հավերժացնելու արձանը տեղադրելու համար, հա, այդ արձանն էլ ունի ինչ-որ նշանակություն։ Միանշանակ։ Այդ արժեքային համակարգի մասին է խոսքը։ Իլխամ կներեք, Հեյդար Ալիևը չի կրվե պատերազմում։ Ինքը KGB-շնիկ է, KGB-ում աշխատում, հիմա մարդը KGB-ում աշխատում էր։ Ինքը պատերազմի ժամանակ սովորական սպա էր KGB-ի, ինքը նույնիսկ պաշտոն չուներ, բայց Պուտինը վերագրում է իրան որպես մեծ դեմք, որը պատերազմում կրվել է։ Դա աղավաղում է պատմությունը, բայց կարևոր չի։ Ղեկավարները Ռուսաստանի մեծարում են արհեստականորեն Հեյդար Ալիևին։ Ուրեմն նսեմացնում են Բաբաջանյանի, Բագրամյանի, Խուդյակովի, Իսակովի, այդ մեծ հզոր հայերի լուման ֆաշիզմի դեմ պայքարում։ Այդ չմտածեք, որ դա մենակ Ադրբեջանին է վերաբերվում։ Դա նաև նսեմացումն է հայ ժողովրդի լումայի, երբ որ փոքր ժողովուրդ 5 մարշալ տվեց։ Օգանով մարշալ, ինժեներային զորքերի մարշալ։ Հիմա ես բոլորին չեմ թվարկելու։ Միտքս ինչու՞մ է։ Դրանով իրանք ցույց են տալիս, նսեմացնում են, որ Կովկասում այդ ազգն է ու վերագրում են Ադրբեջանին, նա ինչ չի արի Ադրբեջանը։ Ի վերջո ինչ որ բաներ արել են, այդ գովացեք։ Ինչ է գովում այնտեղ, որտեղ որ Ադրբեջանը լումա չունի։ Դա միտումնավոր է արվում աղավաղելու համար պատմությունը ու մենք պետք է իմանանք, որ այսօր Ռուսաստանի քաղաքականությունը շատ վտանգավոր է հայ ժողովրդի համար։